Վերի հակոստատագիր մյուս հարցս վերաբերում է պարոն Մելիքսեթյանին, քանի որ դուք նշեցիք, որ 10 տարի ուսումնասիրել եք Ադրբեջանը եւ ձեր պատկերացումները եղել են մամուլի տեղեկությունների հիման վրա, հիմա կուզեի նշեիք ինչպես է փոխվել ձեր պատկերացումները Ադրբեջանի մասին այնտեղ այցելելուց հետո եւ երկրորդ հարցս երևի Տիկին Սուլթանյանին կվերաբերվի, քանի որ մշակութային ժառանգությանն է վերաբերվում, չենք խոսում օրինակ վերադարձի իրավունքի մասին, քանի որ նշեցիք չեք անդրադարձել այդ հարցին, իսկ այդ պարագայում անդրադարձել եք մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ հարցերին, քանի որ գերեզմաններ են քանդվում, վանքեր, եկեղեցիներ, կուզենք այդ հարցով մի քանի։ Պարոն Մելիքսեթյան, եկեք դուք տեղափոխեք, պարոն Մելիքսեթյան, ես ասեմ, ինչպես նշեցի, մենք նախ փոխանակվել ենք, դեռ առաջին հանդիպումներով ենք փոխանակվել, ուզում եմ սա նկատի ունենաք եւ ընդամենը երկու կողմներ 1.5-2 օր են ունեցել, հա, իրար հետ անցկացրել ենք։ Նորից եմ ասում, քարտեզագրել ներկայացրել ենք ընդհանուր ցանկը իրար հուզող հարցերի, բայց չենք ի վիճակի չենք անդրադառնալ բոլոր հարցերին, ուստի նշեցի եւ եւս մեկ անգամ վերահաստատում եմ, գերիների վերադարձի հարցը մեզ համար այդ բոլոր զգայուն հարցերից առաջնայինն էր, դրա վրա ենք կենտրոնացել։ Ես իհարկե, ես պետք է ասել նա առաջինը ինչպես նշեցի, ինչու է կարևոր է այցերը, որովհետև իսկապես մի բան է դու տեղեկատվական դաշտից իմանաս ինչ որ նյութեր, հա, մյուս բան է որ քո աչքերով տեսնում ես երկիրը, տեսնում ես նմանությունները, դուք չեք կարող նմանությունները ուղղակի ծրագրավորել, որ հայերի այցելությունների ժամանակ մարդիկ իրանց պահեն շատ ծանոթ, դուք մեկ-մեկ նույնիսկ մոռանաք, դուք Երևանում եք, թե Բաքվում եք։ Իրոք մարդիկ նման են, հագնվելու ձևն է նման, շփվելու ձևերն են նման, իհարկե կան նաև տարբերություններ, դե խոհանոցը, երաժշտությունը եւ այլն, դա այն թեմաներից է, որ նույնպես չի քննարկվում։ Մի բան է դա իմանալ ուղղակի որպես վերացական, մյուս բան է տեսնել հասարակություն, որ շատ նման է մեզ, հարցեր կա նման չէ ու միաժամանակ այդ քաղաքում ահռելի ադրբեջանական դրոշ է, հա, դու մոռանում ես մի պահ, որ ինչ երկրում ես գտնվում ու մի պահ դու հասկանում ես, որ ինչ երկրում ես գտնվում։ Երկրորդը ես կարծում եմ մեր Հայաստանի, հատկապես Երևանի, նաև քաղաքապետարանի աշխատողները, ընդհանրապես քաղաքական գործիչները պետք է այցելեն Բաքու, պետք է տեսնեն ընդհանրապես այդ երկրում կատարված ինֆրաստրուկտուրային աշխատանքները, մոդելը նաև որպես քաղաքաշինության, հետո գան Հայաստան ու մի քանի տարի առանց խոսալու սուսուփուս գլուխը կախարած աշխատեն, որովհետև մենք ինչու է կարևոր նաև այս շփումները, որովհետև այս վերացական դաշտ մտնելով, հակամարտություն գտնելով, նաև մեզ լավ զգալով, կներեք, որ անցնում եմ խոսակցական մակարդակի, մենք չենք հասկանում ինչ հասարակության հետ գործ ունենք, ինչ պետության հետ նաև գործ ունենք ու նաև միայն այդ տեղեկատվական դաշտում ինչ որ մի բան իրենք ասեցին, պետք է անպայման մենք ասենք, ինքնահաստատվենք, բայց իրականությունը գետնի վրա այս 30 տարում Ադրբեջանը շատ ավելի է փոխվել, քան Հայաստանը, ու սա նույնպես պատճառներից մեկն է, ինչու է Հայաստանը այս վիճակում գտնվում եւ ինչու է 2020-2023 թվականներին այս ամենը կատարվել։ Սա շատ կարեւոր է եւ այս վերացական փուչիկից մեր հայտնվել այդ իրականության մեջ ու փորձել նաեւ դասեր քաղել կատարվածից, որովհետև 30 տարի իսկապես Ադրբեջանը կառուցել է մի պետություն, այնտեղ կա իհարկե շատ մեծ թերություն, որը բոլորիս հայտնի է ինչն է, բայց այնտեղ կան նաև ձեռքբերումներ տարբեր բնագավառներում, որոնք մենք չունենք։ Սա նույնպես թույլ է տալիս հասկանալ, ինչու ենք մենք գտնվում այսօր այս վիճակում։